4-ն էլ տարել են, չէ՞։ Էսի Սիսակյանն է, չէ՞։ Սիսակյան 20-ը։ Հա, Սիսակյան։ Նոյեմբերի 11-ն է, Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Սիսակյան փողոցի 20 շենքի բակում ենք, որտեղ առավոտյան այս Kia Magnish-ի ավտոմեքենայի սեփականատերը ուզեցել է գնա աշխատանքի եւ նկատել է, որ կայանված ավտոմեքենայի 4 անվադողերը գողացել են։ Տպավորություն ստեղծվում, որ արդեն Երևանում են, որ ասում է աշկը թեքում ես, բանի տերը չես, точно այդ իրավիճակն է։ Հերթական ավտոմեքենան են թալանել, արդեն դեպքի մասին տեղյակ են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ժամանել են համայնքային ոստիկանները, տեղեկությունն արդեն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Հեսա քիչ հետո քննիչները կժամանեն, քննչական կոմիտեի փորձաքրեագետը կժամանի, կարձանագրեն, կնախաձեռնեն հերթական քրեական վարույթը, թե արդյոք կհայտնաբերվի գողը կամ գողերը, դա արդեն մնում է ոստիկանների եւ քննիչների խղճին։ Չմտածեն, թե քննադատում ենք ոստիկաններին ու քննիչներին, որ չեն աշխատում, չեն բացահայտում, դա սուտ կլինի, որովհետեւ բազմաթիվ դեպքեր են եղել, որ նույն ոստիկանները թե համայնքային, թե քրեական բացահայտել են կասկածյալներին, հանցագործներին հայտնաբերել են անգամ իրեղենով, ներկայացրել են քննչական բաժիններ, քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, իսկ որոշ մեր որ ասում է կարմիր մոլորակում ապրող վայ դատավորներ բաց են թողել նույնիսկ այն դեպքում, երբ հիմնավորված է եղել թե խոստովանական ցուցմունքներով, թե իրեղենով, մարդկանց գողացած ապրանքներով, սակայն դատարանները որոշ դատավորներ բաց են թողել։ Հիմա արդյոք այս դեպքը կբացահայտվի թե ոչ, դա սպասենք, տա Աստված, որ ոչ միայն բացահայտվի, այլև հայտնաբերվի գողունը, քան որ մարդը հիմա ավտոմեքենայի սեփականատերը պետք է նորից գնա 4 հատ անվադող առնի, տանի արեստավորի մոտ, մի խոսքով ոնց ֆռում ենք, էլի այդ վիճակում ենք, աշկը թեքում ես, բանի տերը չես։ Ինչքան կլինի այս ամեն մի անվադողը։ Կար ինչքան կլինի։
Մարդուն էլի եկավ վնաս տվին էլի։ Ինչքան? $1500 մարդուն վնաս տվին։